Չկորցնենք ժամանակ անցնենք առաջ մի անգամից մեր թեմային եւ այսպես 2026 թվականի ապրիլի 11-ին ժամը 12-ից 19 ընկած ժամանակահատվածում Երևանի Սրտում օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ուսում Fest 2026 բացառիկ կրթական էքսպոն, որի գլխավոր նպատակն է ստեղծել միասնական ու վստահելի հարթակ, որտեղ առաջատար ուսումնական հաստատությունները եւ ապագա սովորողները հնարավորություն կունենան հանդիպելու մեկ հարկի տակ։ Այս կարևոր միջոցառման մասին ավելի մանրամասն խոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են London Eye միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սերգեյ Քոչարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Ուսում Fest-ի համակարգող Անի Պողոսյանը։ Բարի լույս։ Ես հիշում եմ, ու վստահ եմ շատ-շատերը հիմա այդ ամենը կհիշեն, կար ժամանակ, երբ որ մենք պատրաստում ենք ընտրելու մասնագիտություն, որ համալսարան ենք գնալու, ինչ ենք անելու, մենք հարցնում ենք ընկերներից, հարևաններից, ծանոթներից, ովքեր որ ինչ-որ կերպ մեզ փորձում են բացատրել, ուղղորդել, խորհուրդ տալ, ինչ անենք, ոնց գնանք, ու սենց ֆանտաստիկ բան չկար։ Ու ել ավելի էր բարդացնում մեր կյանքը ու իսկապես շատ երկար ենք մտածում ու շատ-շատերը չեն էլ կողմնորոշվում ընտրելու մասնագիտություն, հետո փոշմանում էին։ Ուսում Fest-ը տալիս է լայն հնարավորություն առաջին հերթին շփվելու ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ, խորհուրդ մասնագիտությանը նայել այլ տեսանկյունից, որովհետև մեզ թվում է, թե այս մասնագիտության մասին ես գիտեմ ամեն ինչ ու ես ուզում եմ հենց սա, բայց իրականում դա այդպես չէ։ Դե շատ ճիշտ եք, իրականում մեթոդը ինֆորմացիա ստանալու կարծես թե դեռ չի փոխվել, շատերը էլի հարցնում են ծանոթներին, ընկերներին, բարեկամներին, եւ որքանով է արդյունավետնում այդ գործընթացը միշտ մի քիչ հարցականի տակ է։ Դա ասում ես իրուշ կյանք չկավարտել է, ստեղծել է ինչ հարուստ։ Այո, դու շատ ճիշտ եք նշում։ Մենք լինելով արդեն 10 տարի կրթության ոլորտում եւ աշխատելով բազմաթիվ ուսանողների հետ, զգացինք, որ կա պահանջ նախինվելս գնենք, որ կազմակերպենք մի միջոցառում, որը ուսանողներին եւ ծնողներին եւ դիմորդներին ապագա ուսանողներին հնարավորություն կտա մեկ հարթակում ծանոթանալ տարբեր կրթական հաստատությունների, ինչպես շատ ճիշտ նշեցիք, ծանոթանալ մասնագիտությունների հետ, նշելով թե մեկ այլ անկյան դիրքով նայելու թե մասնագիտություններին, նաեւ խորապես իմանալ թե ինչպիսի մասնագիտություններ կան առհասարակ, եւ ինչպիսի մասնագետներ են դառնալու, որտեղ են աշխատելու աշխատաշուկայում, ինչպիսի պահանջարկ կա, բոլոր այս հարցերի պատասխան կրթական հաստատությունները իրանք լավագույնս ունեն եւ հարթակը ստեղծելով, այո, մարդիկ հնարավորություն կտան անմիջապես իրենց հարցերը ուղղել ոչ թե իրենց ծանոթ բարեկամ ընկերներին, այլ անմիջապես կրթական հաստատությունների ներկայացուցիչներին։ Որոնք են այն առաջատար ուսումնական հաստատությունները, որոնք կարող են հանդիպել այցելուները օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարկի տակ։ Ես մի կարևոր նախադրյալ կամ կուզենայի նշեի, որից հետո ձեր թույլտվությամբ կթողեի Անին թվարկել թե հաստատությունները որոնք են, այնուամենայնիվ մեզ համար պլանավորելու ընթացքում խիստ կարևոր է եղել թե կրթական հաստատությունները, որ կարևոր է եղել, որպեսզի ունենանք ամբողջ սպեկտրը ներկայացված դպրոցից միջին մասնագիտություն, միջին մասնագիտական կրթական հաստատություն ու նաև բուհեր, բայց մյուս կողմից շատ կարևոր է, ծայրահեղ կարևոր ֆակտոր է եղել ունենալ հեղինակավոր կրթական հաստատություններ։ Ուստի Ուսում Fest-ը ոչ պարզապես չի հանդիսանում հարթակ կրթական հաստատությունների համար, այլ հանդիսանում հարթակ լավագույն կրթական հաստատությունների համար, եւ սա շատ ինքնավստահորեն կարող եմ հատկանշական հատուկ ընդգծել, քննենք Մերանին թվարկել թե ինչ կրթական հաստատություններ կան այնտեղ։ Ինչպես նշեց պարոն Քոչարյանը, Ուսում Fest-ի ներկայացված են լինելու կրթական ոլորտի ամբողջ շղթան, դպրոցականից սկսած եւ ուսումնական բարձրագույն հաստատություններով վերջացրած, ներկայացված են լինելու Հայաստանի առաջատար բրիտանական եւ ամերիկյան դպրոցները։ Տարբեր ոլորտների միջին մասնագիտական հաստատություններ, ավիացիոն, բժշկական, IT, բիզնեսի, առաջատար բուհերի շարքից կարող եմ թվարկել Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, ռուս-հայկական համալսարանը, ամերիկյան համալսարանը, Եվրոպական համալսարանը, այո, Յորքի հայաստանյան ներկայացուցչությունն ունենք, եվրոպական կամպուսի։ Նաև մենք ունենք միջազգային ներկայացուցչություն, EU Business դպրոցը, որը կամպուսներ ունի թե Գերմանիայում, թե Շվեյցարիայում, թե Իսպանիայում։ Այդքանը։ Ձեր թույլտվությամբ իրականում EU Business դպրոցի, որը Շվեյցարիայի լավագույն բիզնեսի համալսարանից մեկն է, իր ներգրավվածությունը սա բացառիկ երևույթ է այս միջոցառմանը, բացառություն է, ոչ թե բացառիկ երևույթ, բացառություն է, որտեղ մենք միջազգային կրթական ցուցահանդես անում ենք ամենաշնորհը արդեն 12 տարի հաջողությամբ իրականացրել ենք, բայց EU Business դպրոցը այստեղ կլինի բացառություն որպես այդպեսին։ Նաև ներկայացված կլինի բրիտանական խորհուրդները, որը մարդկանց շատ կներկայացնի IELTS քննությունների մասին, գիտենք բոլորս բոլոր երիտասարդները, բան ովքեր ուզում են
Հայաստանի դրսում սովորեն կամ դիմեն Հայաստանում ամերիկյան համալսարան կամ միգուցե ասպիրանտուրայի համար դիմումների համար անհրաժեշտ է անգլերեն լեզվի քննություն եւ այնտեղ լավագույնս կներկայացնեն թե քննությունն ինչպես է պետք պատրաստվել, ինչ ռեսուրսներ կան, ինչպես գրանցվել եւ բոլոր նմանատիպ հարցերի պատասխանը կտան։ Նաեւ ես գիտեմ որ լինելու են անակնկալներ մի համալսարանի կողմից եւ առասարակ ֆեստի կողմից դե ճակերտներ չբացենք թող այդ անակնկալները որ հետաքրքիր լինի բայց նաեւ ասես մի բան հա արդյոք ֆեստը տալու է հնարավորություն այն մասնագիտություններին որոնք ցավոք սրտի ոնց որ երկրորդական են դարձել կամ այսպես շողքի տակ են մնացել բայց կա կարիք այդ մասնագիտությունների եւ նոր տեմպ կտա ֆեստը այդ մասնագիտություններին նոր ինչ-որ բացահայտում կլինի եւ արդյոք նոր մասնագիտությունների կկարողանան ծանոթանալ այդտեղ Այո, իրականում կրթական հաստատությունների շարքում մենք շահաթափարտորեն հյուրընկալում ենք Հայաստանում հայ-շվեյցարական հյուրընկալության դպրոցին, հա, որը լավագույն հաստատություններից մեկն է Շվեյցարիայի Լոզանի ծրագրերն է Հայաստանում իրականացնում, դա աշխարհի լավագույն բուհերից մեկն է եւ բացառիկ հնարավորություն է եւ հյուրընկալության մոտում այո բացառիկ մասնագիտություններ կտան եւ մասնագիտական ծրագրեր կծանոթացնեն։ Մյուս կողմից ավիաուսումնական կենտրոնը հա մեզ համար եւս լինելով կրթության ոլորտում երկար տարիներ, բայց մեզ համար եւս ավիաուսումնական կենտրոնը բացահայտում է եւ ավիացիոն մասնագիտություններ հնարավորություն կունենան մարդիկ սովորելու Հայաստանում ու երկար ժամանակ այդ հնարավորությունը կա, բայց արդեն մարդկանց համար ավելի լայն շրջանակների համար հնարավորություն կունենան ծանոթանալու հաստատության հետ, ծանոթանալու մասնագիտությունների հետ եւ շատ ու շատ այլ կրթական հաստատություններ, հա, այնտեղ ունենք մենք էլի ամերիկյան վիրտուալ ակադեմիան, ամերիկյան դպրոցական ծրագիրը, դա բացառիկ հնարավորություն է դպրոցական երեխաների համար 6-րդ դասից սկսած Cambridge International School Armenian լավագույն բրիտանական դպրոցն է Հայաստանում վստահաբար, որ կարող են մարդիկ գալ եւ ծանոթանալ իրենց հետ։ Այսինքն դպրոցից փոքրիկներից մինչեւ ասպիրանտուրա կարելի է այսպես ասել, որ ամբողջ ցիկլը փակված է եւ մարդիկ կարող են գալ եւ ծանոթանալ եւ շփվել կրթական հաստատությունների հետ։ Այո, մասնագիտությունների ծանոթանալ կարեւոր է, այո, այնտեղ ներկայացված են բացառիկ մասնագիտություններ եւս հետաքրքիր կրթական հաստատություններ, ինչպես նաև մարդիկ այնտեղ կունենան անակնկալներ, ինչպես նշեցիք, որտեղ մենք ուսում ֆեստը վերածել ենք իրական ֆեստիվալի։ Իսկ ինչպիսի գործնական օգուտ կարող է քաղել ապագա սովորող այցելելով այս էքսպոն, օրինակ խորհրդատվություն, զեղչեր կամ կրթաթոշակային ծրագրեր։ Թույլ տվեք այդ հարցին ես պատասխանեմ։ Սիրո։ Ֆեստին այցելելով շատ մեծ հնարավորություններ են ձեռք բերելու հա թե մեր աշակերտները թե ուսանողները, այդ թվում նաև զեղչեր, ինչպես դուք նշեցիք, այնտեղ ներկայացված է լինելու բրիտանական խորհուրդը, ով ինչպես գիտենք IS-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, TOEFL-ի ներկայացուցիչություն կլինի եւ հնարավորություն կունենան ստանալու նաև TOEFL քննության զեղչեր, վաուչեր կոդեր, այսպես ասած, նաև խաղերի տեսքով, հա, մենք խաղարկելու ենք օրինակ բիզնես օլիմպիադայի անվճար ներկայացուցիչություն, չեմ ուզում շատ մասնակցություն չեմ ուզում շակերտները շատ բացել, բայց ունենալու ենք շատ հետաքրքիր նվերներ, թե նյութական, թե ուսումնական գծով Հրաշալի է։ Նաև կան շատ հետաքրքիր անակնկալներ եւս, ինչպես նաև ուզում եմ հատուկ նշել, որ այնտեղ նաև ներկայացված են ամառային դպրոցներ, Հայաստանում գործող լավագույն ամառային դպրոցները արտերկրում, հա, դա կլինի Օքսֆորդը, Լոնդոնը, Նյու Յորքը, թե Չեխիան կամ Ֆրանսիան, լավագույն նմանատիպ կրթական ծրագրերը եւս այնտեղ ներկայացված են լինելու։ Շնորհակալ ենք շատ, սա այն թեմաներից է կրկին, որի մասին պետք է ժամերով խոսել իրականում, որովհետև հարցերը շատ են, շատ պատմելու բան կա, բայց այս ամենի մասնակիցը դառնալու, այս ամենը տեսնելու, հասկանալու առաջին հերթին իհարկե ապագա ուսանողներ, ովքեր պատրաստվում են դառնալ ուսանողներ եւ սիրելի ծնողներ, գտեք ժամանակ 12-ից մինչեւ ժամը 19, ապրիլի 11-ին գնացեք այնտեղ, որովհետեւ վստահ եմ եւ դուք կստանաք շատ հարցերի պատասխաններ եւ ձեր երեխաները եւ ի վերջո սա այն ֆանտաստիկ նախաձեռնությունն է, որը տալիս է ապագա ուսանողին ստանալ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք չի կարող տա, օրինակ ձեր հարևան Վարսիկ տատիկը։ Այդ հարցերի պատասխանները չգիտի։ Մի տանջեք այդ կնոջը։ Իր ժամանակ ուրիշ ձև ա եղել։ Հիմա ամեն ինչ այլ կերպ է։ Շնորհակալ ենք շատ։ Ցավոք սրտներությամբ ժամանակը շատ քիչ է, ես վստահ եմ, որ շնորհակալ։ Ձեզ կհյուրընկալենք, մենք բազմաթիվ թեմաների շուրջ կունենանք առիթ խոսելու, որովհետև ես վստահ եմ, որ դուք չեք սահմանափակվում մի բանով, բայց ստացվելու եւ հաջողելու եք, ձեզ մեծ հաջողություններ ենք ցանկանում։ Շնորհակալ ենք անչափ եւ բոլորիդ կսպասենք օպերեյշն այդ օրը։ Մուտքն ազատ է, հանգիստ բոլոր։ Մուտքն ազատ է, անվճար է, այո, տեղում կարող են գնացվել եւ մուտք գործել եւ շփվել բոլոր հաստատություններից եւ ստանալ բոլոր անակնկալները։ Անակնկալներ, սիրում ենք։ Դե ինչ, Լոնդոնի միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սերգեյ Քոչարյանն էր մեր հյուրը եւ ուսում ֆեստի համակարգող Անի Պողոսյանը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Իսկ մենք ավարտում ենք մեր եթերը, ցավոք սրտի, կհանդիպենք վաղը։